Գիշերային Երևանը երբեք այսքան վառ չի եղել, բայց երբ լույսը դառնում է չափից շատ, այն այլևս չի ծառայում մարդուն, այլ խանգարում է։ Այսօր կխոսենք ինչպես կարելի է կրճատել լուսային աղտոտվածությունը մեր քաղաքում, պահպանելով եւ անվտանգության եւ գեղեցկության հավասարակշռեցությունը։ Բայց մինչ այդ կարևոր է խոսել առողջության վրա լուսային աղտոտման ազդեցության մասին։ Արհեստական լույսը գիշերը խանգարում է քնի հորմոնին՝ մելատոնինին։ Արդյունքում կարող է առաջանալ քնի խանգարումներ, հոգնածություն և կենտրոնացման կորուստ, սրտանոթային մի շարք խնդիրներ, քաշի ավելացում, դեպրեսիա, տեսողության լարվածություն։ Որն է լուծումը։ Դիտարկենք միջազգային փորձը։ Աշխարհի առաջատար քաղաքները, ինչպիսիք են Ամստերդամը, Բեռլինը, Փարիզը, Սեուլը, արդեն իրականացնում են կանխարգելիչ ծրագրեր, օգտագործում են թույլ լույս ուղղված դեպի ներքև, գիշերը լույսը ավտոմատ մտնում է 30-ից 40%-ի չափով, քաղաքը բաժանվում է ակտիվ և մութ գոտիների։ Օրինակ Ցյուրիխում և Կոպենհագենում լույսը ժամը 2-ից հետո անջատվում է որոշ հատվածներում, Սան Ֆրանցիսկոյում և Տորոնտոյում LED լույսային համակարգեր են դրված, վերահսկողություն է սահմանված թվային կերպով, լույսի գույնն ու ուղղվածությունը հարմարացնելով շրջակա միջավայրին։ Եկեք ավելի մանրամասնենք։ Խելացի լուսավորվածությունը, որի նպատակն է նվազեցնել լուսային աղտոտվածությունը առանց երթևեկության կամ անվտանգության վրա ազդելու։ Տեղադրել սմարթ LED լույսեր, որոնք կարգավորում են ըստ ժամի, եղանակի և երթևեկության։ Օրինակ 23:00-ից հետո 50%-ով ինտենսիվության նվազեցմամբ, իսկ ժամը 2-ից հետո ամբողջությամբ անջատելով ոչ ակտիվ հատվածներում։ Կարևոր է, որ բոլոր լույսերը լինեն դեղին սպեկտրում, ոչ կապույտ։ Այսպիսով պետք է կարգավորել գովազդային վահանակները։ Գիշերային գերլուսավորումը վնասում է թե առողջությանը, թե քաղաքային կերպարին։ Պետք է սահմանել մաքսիմալ պայծառության չափ, լյումեն և նիտ, արգելել թարթող, գունափոխվող վահանակների բնակելի գոտիներում առկայությունը։ 23:00-ից հետո կարող են մնալ միայն սպիտակ կամ մթեցվող գովազդային վահանակները։ Քաղաքային այգիներում և արգելոցներում անհրաժեշտ է ստեղծել գիշերային պահպանվող տարածքներ, որտեղ լույսը թույլ է, միանում է միայն շարժման արձագանքով, ուղղված է միայն ներքև, առանց տարածվելու վեր։ Երևանում պետք է ունենանք առանձին լուսային աղտոտման վերահսկողության կարգ։ Այն պետք է ամրագրի լույսի ուղղվածությունը, պայծառության առավելագույն չափը, աշխատանքային ժամային գրաֆիկը, խստացնի նոր լուսային գովազդային թույլատվությունները։ Ստեղծել մոնիտորինգի և քարտեզագրման համար անհրաժեշտ պայմանները, տեղադրել լուսաչափ սարքեր տարբեր վարչական շրջաններում, ստեղծել Երևանի լուսային աղտոտման քարտեզ և տվյալները բաց ներկայացնել հանրությանը։ Այս առաջարկները մեծ ֆինանսական ներդրումներ չեն պահանջում, պահանջում են միայն համակարգված մոտեցում։ Արդյունքում Երևանը կունենա մաքուր գիշերային երկինք, էներգիախնայողություն, ինչպես նաև զերծ կմնանք քնի խանգարումով պայմանավորված առողջական խնդիրներից։ Եվ որպես եզրակացություն, չափից շատ լույսը նպաստում է վիզուալ աղտոտման։ Երևանը կարող է գտնել լույսի և մթության առողջ հավասարակշռություն։